ձայներ պիտի նորից կանգ դառնան, ոչ խոսքերով, այլ գործերով միշտ առաջ, մենք ենք հայքը, մենք ենք հայը, Հայաստան, յուր դարերի փորձությունը մեզ կոփեց, քրտինքով հայի տունը կառուցվեց, երբ քո եսը ամրանում է որպես մենք, ամրանում է հայի տունը Հայաստան։ Պես պինդ ոգին, լերների պես ամրացած ենք մեր հողին, ժողովրդի կամքը կարծեր հոգին վեր, սա է հայքի լերն աշխարը Հայաստան, սիսմասիսը մեզ սրբազան տեսլական, Աստված ընձա մեր տաճարն ես Հայաստան, ամեն տան մեջ ու օրվան մեջ Հայաստան, մենք ենք հայքը, մենք ենք հայը, Ողջույն սիրելի պատվիրակներ, այսօր մեր արտահերթ համագումարն է, նախ թույլ տվեք ներկայացնել մեր քաղաքխորհրդի անդամներին, պարոն Հովականյան, Տիկին Հակոբյան, պարոն Մերքոնյան, պարոն Քացախյան։ Խնդրում եմ ձեր տեղերը զբաղեցնեք։ Ինչպես գիտեք, մեր համագումարի օրակարգը հրապարակված է ազդարար կայքում, այսօր քննարկելու ենք մեր մասնակցությունը կուսակցության հունիսի 7-ի կայանալիք ընտրություններին եւ հաստատելու ենք կամ չենք հաստատելու առաջին 3 տասնյակ պատգամավորների տեխնազուներին։ Իսկ մեր համագումարը կղեկավարի, կնախագահի պարոն Քացախյանը ու արդեն ինքը կներկայացնի հետևյալ մեր օրակարգը ու մնացած մեր անելիք այսօրվա։ Խնդրեմ պարոն Քացախյան։ Բոլորիդ ողջունում եմ համագումարի գումարման կապակցությամբ։ Ասեմ, որ կարևոր ժամանակաշրջանում է մեր համագումարը ու նվիրված է ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ Օրակարգում մենք գործնականում 2 հարց ունենք, մենք պիտի համագումարում որոշում կայացնենք մասնակցության մասին ազգային ժողովի ընտրություններին, եւ մասնակցության դեպքում նաեւ օրենքի պահանջով հաստատենք այդ ցուցակը, որը պետք է ներկայացվի գրասման։ Հիմա սկսենք առաջի հարցին, մենք քննարկենք առաջի հարցը կուսակցության մասնակցությունը առաջիկա ազգային ժողովի ընտրություններին։ Այս հարցով կարող եք ելույթներ ունենալ, ես ելույթի հնարավորություն կձեռնեմ թանկացողներին, իրանց միտքի, իրանց խոսքը ասեն, մենք կայացնենք որոշում, կընդունենք որոշում մասնակցության հետ կապված։ Մեր նախատեսած ելույթներից պարոն Հովակոբյանն եք սկսում։ Սիրելի հայրենագիտներ, կուսակիցներ, հարգարժան տիկնայք եւ պարոնայք հարգելի ներկաներ։ Ես այսօր ձեր առջև կանգնած եմ ոչ միայն որպես քաղաքական վերլուծաբան, կուսակցական գործիչ կամ պատգամավորության տեխնազու, այլև որպես մեկը Հայկ Նահաբեդի որդիներից, ում համար մտահոգիչ է Հայք Հայաստանի ապագան, որն այսօր կանգնած է գոյաբանական վտանգի առաջ։ Մեր դեմ լինել չլինելու խնդիր է դրված, չեմ չափազանցում, չեմ ահաբեկում, ես արձանագրում եմ փաստը, որի մասին խոսում են նաև օտար վերլուծաբաններն ու վերլուծական կենտրոնները։ Վերջին 30-35 տարիների իրադարձությունները եւ հատկապես վերջին 8 տարիների սոցիալական ու քաղաքական ձախողումները մեզ հասցրել են մի այնպիսի հանգրվանի, որտեղ սխալվելու իրավունք այլևս չունենք, դիմացն անդունդ է։
հայկազուներ կուսակցությունը գալիս է քաղաքականություն ոչ ամենևին մեկով ավելացնելու քաղաքական դաշտում եղածների թիվը, որն արդեն իսկ բավականին մեծ է։ Կուսակցամոլությունը մեր ժողովրդի մեծագույն թշնամին է եղել եւ է։ Մեր թշնամու իրականացված երազը միաժամանակ։ Գինի բերեք, ուզում եմ խմել, հայերը մեկ կուսակցություն եւս ստեղծեցին եւ հիմա իրար դեմ պիտի կռվին, ասել է հայ ժողովրդի մեծագույն թշնամիներից մեկը Աբդուլ Համիդը 1896 թվականին, երբ լսել է հնչակյան կուսակցության բաժանման արդյունքում վերակազմյալ հնչակյան կուսակցության մասին։ Այսօր մեր պետականությունը նման է մի նավի, որը փոթորիկի մեջ հայտնվել է առանց հստակ կողմնորոշիչների, կարելի ասել առանց նավաբետի։ Ոչ միայն հակազգային, այլև հակապետական են իշխանությունների որդեգրած քաղաքական ըմբաղումներն ու ծրագրերը։ Բնական եւ դարավոր դաշնակիցների հրաժարումը հանուն անորոշ եւ անհեղանկար քաղաքական նպատակների եւ խոստումների արդարացված չէ։ Արդարացված չէ նաեւ այն, որ օրվա իշխանություններն անասնական սարսափ են սերմանում ժողովրդի մեջ, եթե չլինենք մենք, չի լինի խաղաղություն, ասում են նրանք։ Իրենց կառավարման 8 տարիների ընթացքում 6 պատերազմ բերած, բարդություն կրած Արցախի եւ ՀՀ տարածքները թշնամուն հանձնած իշխանություններն ու վարչապետը սպառնում են ժողովրդին, թե իրենց չընտրվելու դեպքում պատերազմ է սպասվում։ Նույնիսկ ամիսն են նշում, մնում է օրն ու ժամը նշեն, որը վկայությունն է թշնամու հետ պայմանավորվածության։ Այս մոլորյալներն այդպես էլ չհասկացան, որ խաղաղության միակ երաշխավորը հզոր բանակն է եւ ոչ թե անձը, որ ժողովուրդները պատերազմում են որպեսզի ապահովեն խաղաղությունը, որ խաղաղություն կոչվածն այլ բան չէ, եթե ոչ մի կարճադեպ դադար, որի ընթացքում կողմերը պատրաստվում են նոր պատերազմի։ Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի, այսպես է ասում ժողովրդական իմաստնախոսությունը։ Թշնամիները նման են շների, որքան վախեցար այնքան կհարձակվեն։ Իշխող ուժի որդեգրած խաղաղության օրակարգը զուրկ է անվտանգային երաշխիքներից եւ մեզ կարող է կանգնեցնել լուրջ խնդիրների առաջ, կորցնելով վերահսկողությունը սուվերեն տարածքների վրա։ Թշնամու նախապայմաններով պայմանավորված խաղաղությունը խաղաղություն չէ։ Հիշենք մեր պատմությունը։ Տիտանյան բելը դեսպան է ուղարկում հայքի մոտ, առաջարկելով հնազանդություն եւ խաղաղություն, բարեկեցիկ կյանքի երաշխիքով։ Դու ցուրտ ցավնամանիքների մեջ բնակվեցիչ, ասում է, սակայն տաքացրու եւ մեղմացրու քո հպարտ բնավորությունը, ցուրտ ցավնությունը եւ ինձ հնազանդվելով խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճիս իմ երկրում բնակվելու։ Հիշատակում է խորենացին, իսկ թե ինչ պատասխանեց հայկը հայտնի է բոլորից։ Իմ հույսը հայքի որդիներն են, հայկազուները, ովքեր ինչպես կասել մեծ Դերենիկ Տեմիրչյանը, դանդալոշ են եւ խոնար, իրենց ասունցի դավթի նման, եւ անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես, երբ վրա է հասնում գերակույն վտանգը, հերոսանում են հանկարծ եւ ծավանում վիշապի նման։ Պատահական չէ, որ հույն պատմիչները նրանց բնութագրելիս ասում էին վակրասիրտ եւ կամուրջներ չհանդուրժող։ Ապավինենք մեր ուժին, իր ուժից զատ ամեն ինչին ապավինող ժողովուրդը արժանի չէ անկախ հայրենիք ունենալու եւ ազատ ապրելու։ Դեպս 1929 թվականին հայ մտավորականությանն ուղված իր բաց նամակում Գարեգին Նժդեհը գրում էր. մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմի եւ խաղաղության մասին սխալ ըմբաղնում ունի, այլև անուղղա է իր անփութության մեջ դեպի սեփական գոյությունը, զուրկ խրատվելու եւ հրահանգելու ընդունակությունից, անկարող ըմբաղնելու մի տարրական ճշմարտություն, թե խաղաղապաշտ եւ անարի ժողովուրդները պատերազմներից ավելի են տուժվում։ Մենք չենք ուզում հասկանալ, գիտակցել, որ հանուն խաղաղության չեն կնքվում պայմանագրերը, այլ հանուն պետությունների օրվա կենսական շահերի։ Օրվա իշխանությունների անհեղադես քաղաքականության պատճառով առաջացել է մի յուրատեսակ դիվանագիտական մեկուսացում եւ մեր երկիրը դարձել է գործիք աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքում, դարձել է օտար շահերի հակամարտության թատերապեմ, որտեղ ոչ թե մենք, այլ ուրիշներն են որոշելու մեր եւ մեր երկրի ճակատագիրը։ Օրվա իշխանությունների կառավարման 8 տարիների ընթացքում երկրի արտաքին պարտքը մեծացել է ավելի քան 2 անգամ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանի պետական պարտքը 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ գերազանցել է 14.5 միլիարդ դոլարը, ավելի քան 5.5 տրիլիոն դրամ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը
26 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասել է $4,700։ Իսկ դա նշանակում է, որ 4 անդամից կազմված ընտանիքի բեռը $18,000 է, եւ դա այն դեպքում, երբ հանրապետության ազգաբնակչության գրեթե 1/4-ը 22-ից 23% աղքատ է, երբ ավելի քան 500,000 քաղաքացի թոշակառուների նկատի ունեմ, եկամուտը չի գերազանցում 50,000 դրամը, մինչդեռ իշխանությունները խոսում են աննախադեպ տնտեսական հաջողությունների մասին, իսկ ինչ վերաբերում է 10,000 դրամներով բարձրացված թոշակներին, ապա դա լավագույն դեպքում կարելի է բնութագրել նախընտրական կաշառք, քանի որ ընդամենը 1-2 ամիս առաջ վարչապետը նույնիսկ չէր պատկերացնում, թե այդ 10,000 թոշակառուն ինչ է անելու։ Թվերով ներկայացվող տնտեսական աճը չի մտնում շարքային քաղաքացու ապրանքների եւ ծառայությունների գները աճում են, աննախադեպ արագությամբ կյանքը դառնում է դժվար, աշխատանքի եւ բնակության բարեկեցության ակնկալիքով մարդիկ լքում են ոչ միայն հանրապետության գյուղերը, այլև երկիրը։ Ինչպես դուրս գալ այս ճանապարհից, այս ճգնաժամից։ Հայքը քաղաքականություն չի գալիս լոկ քննադատելու։ Քննադատելը հեշտ է, կառուցելն է դժվար։ Մենք գալիս ենք պրագմատիկ եւ արժանապատիվ լուծումներով։ Հայ-հայկազուներ կուսակցությունը մտնում է քաղաքականություն ազգահավաքի եւ աղետալիորեն բզգտված քաղաքական դաշտը միավորելու ակնկալիքով։ Իսկ այդ ամենին հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել կառավարման այնպիսի մի համակարգ եւ այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զբաղեցնելու է այն տեղը, որի համար նա կոչված է ի վերուստ։ Նշանավոր Կոնֆուցիոսն ասում էր. թագավորը պետք է թագավոր լինի, հպատակը հպատակ, հայրը հայր պետք է լինի, որդին որդի, քաղաքական գործիչը քաղաքական գործիչ է լինելու, հովիվը հովիվ, չոբանին իշխանություն ենք տալիս ու հետո դժգոհում։ Պետք չէ փրկիչներ որոնել, փրկիչների ժամանակն անցել է վաղուց, երկրին քաչագիտակ եւ հմուտ առաջնորդներ են պետք եւ կառավարիչներ, հոգով եւ բանականությամբ առողջ, ազգային շահը գիտակցող եւ այդ շահով ապրող նվիրյալներ, որոնց շարժող ուժը պետք է լինի ոչ թե հայրենիքից հնարավորինս շատ վերցնելու, հայրենիքը թալանելու, այլ առավելագույնս հայրենիքին տալու սկզբունքը։ Այդ ճգնաժամից դուրս գալու հաջորդ քայլը լինելու է տնտեսության առողջացումը, գիտելիքահեն տնտեսություն, այսինքն մրցունակ տնտեսության զարգացումը, որը հնարավոր չէ, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա։ Մենք պետք է փոխենք տնտեսական մոդելը, սպառողականից դեպի արտադրողական։ Պետք է զարգացնենք ոչ թե ռեսուրսների արտահանումը, այլ ապրանքների եւ ծառայությունների։ Հարկային խոշոր արտոնություններ պետք է տրամադրվեն բարձր տեխնոլոգիական ոլորտներին եւ գյուղատնտեսությանը, եւ ոչ թե առևտրական կազմակերպություններին, ինչպես արվում է ներկայումս։ Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որ հայը ոչ թե երազի օտարության մասին, այլ իր տունը կառուցի հայրենիքում։ Պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղից ոչ թե հեռանալու, արտագաղթելու մասին մտածեն մեր հայրենակիցները, այլ ներգաղթի։ Անհրաժեշտ է գիտակցել, որ օտարության մեջ հնարավոր է բարեկեցիկ ապրել, բայց երջանիկ կարելի է լինել միայն հայրենիքում։ Մենք պետք է դադարենք խաղաղություն մուրալ։ Մուրացկաններին եւ հաշմանդամներին անգելանոց են տալիս եւ ոչ անգախ հայրենիք, ասում էր Նժդեհը։ Խաղաղությունը պարտադրում են, իսկ դրա համար անհրաժեշտ է ռազմարդյունաբերության թվիճկացեր զարգացում եւ բանակի տեխնոլոգիական վերազինում։ Մեր տնտեսությունը պետք է լինի հզոր եւ սահմանը պետք է լինի անավիկ, որպեսզի դիվանագետի խոսքը միջազգային ասպարեզում լինի կշռելի, որովհետեւ դիվանագիտությունն այլ բան չէ, եթե ոչ խտացված տնտեսությունը։ Անհրաժեշտ է վարել հավասարակշռված եւ կանխատեսելի արտաքին քաղաքականություն։ Մենք վերականգնելու ենք վստահությունը մեր ավանդական գործընկերների հետ եւ կառուցելու ենք նոր շահավետ հարաբերություններ արևմուտքի եւ արևելքի հետ։ Պետք է փորձենք դառնալ կամուրջ, այլ ոչ թե բախման կետ։ Մեր դիվանագիտությունը պետք է սպասարկի բացառապես ազգային շահերը, այլ ոչ թե հարմարվի իրավիճակին։ Մեր ուղերձը պարզ է։ Մենք չենք առաջարկում հրաշքներ, մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալիզմ, պատասխանատվություն, կամք եւ նվիրում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջորդը երեք կունենա պարոն Հակոբ Սիմոնյանը։ Նախ
Շնորհակալ եմ ու շնորհավորում եմ պարոն Հովհաննիսյանին հիանալի զեկուցման համար, որտեղ ամփոփ ներկայացրեց կուսակցության հիմնական ուղղությունները։ Ես նույնպես փորձում եմ ներկայացնել, թե ինչ եմ ես պատկերացնում, ինչպիսի խնդիրների լուծում եմ ես տեսնում, որպեսզի Հայաստանը առողջանա, Հայաստանը դառնա այնպիսի մի երկիր, որտեղ ապրելը լինելու է երջանկություն։ Եվ կարծում եմ, որ մենք այսօր գտնում ենք շատ վճռորոշ մի փուլում, որտեղ դժվարությունները շատ մեծ են, բայց կան հաղթահարելու հնարավորություններ։ Եվ դա կարելի է հաղթահարել միայն ազգի արհեստավարժ նվիրյալների միասնական ջանքերով։ Այս վճռական փուլում ազգի սերուցքը, մտավորականությունը ու գիտության ոլորտի աշխատողները իրավունք չունեն մնալ պասիվ։ Քաղաքական եւ կառավարման դաշտը զիջելով մարտնչող միջակությանը, պատեհապաշտ եւ շահավոտ մարդկանց։ Անկեղծ լինենք, քաղաքական դաշտը այսօր այնքան է կեղտոտված, այնքան են մարդկանց խաբել, խոստումներ տվել ու հետո հակառակն արել, որ ամեն մի քիչ թե շատ հեղինակություն ունեցող մարդ քաղաքական մտնելուց առաջ պետք է ինքն իրեն խոստովանի, որ ինքը դառնալու է թիրախ, որ ինքը վարկաբեկվելու է, թերևս հեղինակազրկվելու, եւ այս իրավիճակում դառնալու նույնիսկ ծաղրի ու ծանակի առարկա։ Այսօր մտավորականության իմ ընկերների հետ, երբ որ ես զրուցում եմ, շատ եմ տեսնում պարտվողական խոսքեր։ Հանգիստ թողեք մտավորականությանը, ինչ գործ ունի ինքը քաղաքականության մեջ։ Մի փորձեք ձեզ ընդգրկել ձեր կուսակցական կեղտոտ խաղերում։ Իմ խոսքերը հանկարծ չքաղաքականացնեք։ Դա վախի մթնոլորտում ձևավորված իրավիճակ է։ Բայց թող ինձ ներեն իմ ընկերները, ես դա համարում եմ դասալքություն։ Այսօր ժողովրդին թողնել ես վիճակում, թողնել, որպեսզի միջակությունները գրավեն բոլոր իշխանության կարևոր օղակները, այդ նշանակում է, որ արդեն քաղաքականությունն է սկսել զբաղվելու մեզնով, պարտադրելու ինչպես ապրել, պարտադրելու ինչպես լինել, պարտադրելու ինչպես խոսել։ Այսօր մեզ նույնիսկ չզարմանաք, մտավորականներ կան, որ ինձ փորձում են համոզել, որ Բագրատունյաց Հայաստան չի եղել։ Սա սարսափելի մի բան է, բայց դա պատահական չէ, դա ինչ-որ կողմից, ինչ-որ ուժերի կողմից թելադրված մի մոտեցում է, որ աստիճանաբար փորձում են մտցնել ժողովրդի մեջ, փորձարկել, կտեսնել կլինի դիմադրություն, թե չէ, եթե դիմադրություն չլինի, ուրեմն պետք է զարգացնել։ Այսօր ես այստեղ եմ, քանի որ ես համարում եմ իմ ժողովրդի զավակը։ Եվ ծանր այս պահին ես իրավունք չունեմ կողքի քաշվելու։ Ունեմ եւ աշխատանք, եւ գիտական հետաքրքրությունների շատ մեծ բնագավառ եւ անելիքներ, որոնք իմ գործն է եւ ոչ մեկի ուսեյրվայից չեմ կարող դա թողնել, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող չլինել ձեր հետ։ Բոլոր իշխանությունների դեպքում կառավարման համակարգում ակտիվ մասնակցության միակ ուղին կուսակցություն ստեղծելն է։ Իշխանության ոլորտներում հետևաբար նաև պետության խնդիրները լուծելու հնարավորությունից մարդ կարող է զրկվել, եթե կուսակցական չէ։ Միայն կուսակցությունների պայմաններում կարելի է իշխանության լծակները վերցնել ձեռքը։ Եվ միայն
կուսակցության միջոցով կարելի է նվիրվել իր ժողովրդին, կատարել նրա կամքը եւ դառնալ լեգիտիմ թե ժողովրդի համար, թե արտաքին ուժերի։ Սա ուզենք, չուզենք, դաժան ճշմարտություն է։ Ես ներկայացնեմ այն ուղին, այն տեսակետները, որոնք մտածում եմ, որ կարող են իմ ժողովրդի համար օգտակար լինել։ Սա իմ անբեկանալի համոզմունքն է։ Երկրի ներսում կան միայն դժվարություններ եւ խնդիրներ։ Թշնամին սահմանից անդին է։ Ազգը, ժողովուրդը կարող է վերածնվել, թռիչք կատարել դեպի երջանիկ ապագա, երբ միավորված է եւ ոչ թե տրոհված։ Ատելության նիզակը պետք է ուղղել ոչ թե դեպի ներս, այլ դեպի դուրս։ Չի կարելի ժողովրդին անդադ տրոհել միմյանց ատող խմբերի։ Բաժանում են որպեսի տիրեն։ Ազգի իրական զարթոնք կարող է լինել միայն ազգային գաղափարախոսության պայմաններում։ Հայրենասիրությունը եւ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիաներ չեն։ Դրանք ցանկացած ազգի վերածնդի բալանին են։ Ազգը միավորող շաղախն են։ Թռիչք նախապատրաստող պլատֆորմը։ Գիտեք, ես մի բան կասեմ, գուցե ձեզնից շատերի համար դա ընդունելի լինի կամ ընդունելի չլինի, բայց դա իմ համոզմունքն է։ Պետք է դատապարտել համակարգը, սիստեմը, ոչ թե այդ համակարգում ապրող մարդկանց։ Մենք բոլորս ապրել ենք այդ համակարգում եւ ուզենք չէ չուզենք, ապրել ենք այդ համակարգի օրենքներով։ Դատապարտելով այդ մարդկանց, որոնք Հայաստանում հայ են պահել, Հայաստան են պահել, մենք փաստորեն դատապարտում ենք մեր պետությունը։ Երբեք եւ ոչ մի պայմաններում չպետք է հրաժարվել նախնյաց ժառանգությունից։ Դա հղի է պետության, ազգի եւ ժողովրդի ուծացման իրական վտանգով։ Հովականյանի սիրված խոսքերից է. «Սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Երիցս ճիշտ ես, իմ հարգելի ընկեր։ Երբ դու հրաժարվում ես քո ունեցած պատմական ժառանգությունից, այն տիրողներ միշտ էլ գտնվում են։ Մեր պատմական ժառանգությունն այնքան ճոխ է եւ շքեղ, որ մեր բոլոր հարևանները, անխտիր բոլոր հարևանները փորձում են այդ ժառանգությունը վերագրել իրենց եւ դրանցից ուշադրություն դարձրեք քաղում են կենսական ուժեր։ Իսկ մենք այդ կենսական ուժերից ինքնակամ փորձում ենք հրաժարվել։ Հիշենք Սասունցի Դավթին, ով էր նա, գառնարած, սոլեր արած, զանգոտ, դանակով պարավի դաշտը մտած շաղկամտող մեկն էր։ Բայց այդ նույն պարավը Սասնա երբ ասավ, թլոր Դավիթ, դու գիտես քո հորը ով է, դու գիտես դու ինչ ունես, Դավիթը դարձավ ուրիշ մարդ, որ արդեն հերոս էր։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հզոր նախնիների ժառանգությունը, պատմական հիշողությունից հրաժարվել, ինչ որ հույսով, որ մեր թշնամիները դրանից հետո կշտանան եւ մեզ հանգիստ կթողնեն։ Այո, հարգում են ուժերին, գնահատում են ուժը։ Թուլացար, հրաժարվեցիր, հետ քայլ կատարեցիր քո մի ունեցածից, թշնամին հաջորդն է պահանջելու։ Հաջորդը տվեցիր, մյուս հաջորդը, նա անկուշտ է, երբեք չի կշտանալու, մինչև եթե իր դիվական ծրագիր հաջողվի, Հայաստանը չլինի եւ այստեղ հայ չլինի։ Իմանանք, սթափվել է պետք։ Մենք իրավունք չունենք հրաժարվելու եւ մեր ոչ մի հայրերից ու պապերից ժառանգած հարստությունից։ Պետության կարևոր խնդիրներից պետք է լինել ցանկացած հայանպաստ գործնեություն խրախուսել, այնպես անել, որ ամեն մեկը փորձի լինել ավելի
ստեղծագործ եւ հայրենիքին ավելի մեծ ծառայություն մատուցող։ Մի խոսք եմ ասում, որ ես ինչքան քաղաքական դաշտում եղել եմ, երբեք չեմ լսել։ Կարևորագույն մի հարց է այսօր մեր ազգաբնակչության բազմացումը։ Անընդհատ Հայաստանի բնակչությունը նվազում է։ Եվ ես առաջարկում եմ մայրությունը դիտարկել որպես պետական աշխատանք, պետական կարևորագույն աշխատանք, քանզի գերխնդիր է ազգի վերարտադրությունը։ Միևնույն ժամանակ այն մայրերը, որոնք ծնում ու սնում են արժանապատիվ սերունդ, իրենք պետք է լինեն արժանապատիվ վիճակում։ Մայրը պետք է ստանա պետությունից աշխատավարձ։ Սահման պահող հաջորդը եւ հանուն հայրենիքի ամեն օր իր կյանքը վտանգող զինվորականը պետք է նյութապես զգալիորեն մեծ բարձրացություն ստանա, քան այն զինվորականները, որոնք ապահով քաղաքային պայմաններով ինչ որ մի կերպ այդ 2, հիմա արդեն 1.5 տարին գլորելով անց են կացնում, հետո ասում են ծառայում են։ Սահման պահող տղաները պետք է պետության կողմից արժանանան ամենաբարձր աշխատավարձի։ Բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են լինել միայն հայրենիքին ծառայություն մատուցածները, բանակում ծառայողները։ Սա պետք է լինի օրենք, չես ծառայել բանակում, քո կյանքը չես վտանգել հայրենիքի, դու պետական բարձր պաշտոն չպետք է գրավես։ Մի կարևոր խնդիր նույնպես պետք է ստեղծել այնպիսի նպաստավոր պայմաններ, որ անհատը կարողանա ինքնաբացահայտվել։ Պետք է վերջ դնել բարեկեցիկ երկրներ ձգտելու եւ մեր երիտասարդների մոլուցքը։ Դու քո հայրենիքում այնպես պետք է գնահատվես ու վարձատրվես, որ չցանկանաս գնալ Եվրոպա կամ Ամերիկա։ Գերխնդիր է, այո, բայց այլ տարբերակ չկա մեր ուղեղների հոսքը դեպի դուրս կանխարգելու համար։ Եվ ընդհանրապես մի երկրում, որտեղ մարդ կարողանում է իր ինքնաբացահայտում ունենալ, իր հնարավորությունները բարձրացնել, այդ երկրից ոչ մեկը չի ուզենա գնալ։ Պետք է էապես բարձրացնել ուսուցիչների, մասնավորապես պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը։ Ես ինքս դասախոս եմ, ժամավճարով, գավատակ դոկտոր պրոֆեսոր լինելով, ես ամիսը ստանում եմ 13,000 դրամ, չգիտեմ ոնց ծախսեմ։ Հասկանում եք, իսկ դոկտոր պրոֆեսորի մեկ դրույքը մեր բուհում 180,000 է կեղտոտ, այսինքն մարդ հազիվ ստանում է 140-150 դրամ, 1000 դրամ աշխատավարձ, եւ ուզում եք որպեսզի այդտեղ գան ամենաիմաստուն, գործից հասկացող եւ գիտելիք տվող կադրեր, չի լինի այդպիսի բան։ Պրոֆեսորի դասախոսի աշխատավարձը խորհրդային միության ծառայների, ես հիշում եմ, մեր այդպես երազանքի առարկան էր 500-600 ռուբլի փող էին ստանում։ Դա այն պայմաններում, երբ որ նվազագույն աշխատավարձը 70,000 էր։ Այսօր պրոֆեսորի եւ ուրեմն դասախոսի աշխատավարձը միջին աշխատավարձից ցածր է։ Հանրապետության միջին աշխատավարձից ցածր է։ Այդպես չեն կարող երկրում լուծել ուսման խնդիրը, իսկ բուհերում եւ դպրոցներում է դարբնվում ազգի արժանինքներով եւ պատմական հիշողությամբ ու արժանապատվությամբ օժտված սերունդը, որ հետո պետք է կառավարի մեզ, կառավարի երկիրը։ Թոշակառուների մասին մարդիկ աշխատել են երկար տարիներ եւ հիմա ստանում են ծիծաղելի ցածր աշխատավարձ։ Խնդիր պետք է դնել, որ Հայաստանի բնակիչների թոշակը չի կարող ավելի նվազ լինել, քան խորհրդային միության նախկին երկրներում գործող ամենաբարձր թոշակը։ Իրենք միշտ ունում են զամբյուղ, չգիտեմ ինչ, չէ։ Եթե
Ռուսաստանում թոշակը 2-3 անգամ ավել է, ուրեմն մենք նշաձողը պետք է դնենք այդպես, որ Հայաստանի քաղաքացին, որը ամբասիր ծառայել ու կերտել է Հայաստան երկիրը, պետք է այդքան թոշակ ստանա։ Ազգային ժողովը պետք է դառնա փորձառու եւ բանիմաց ավակների խորհուրդ, եւ ոչ թե ներկայիս հլու կամակատար, կոճաղ, սեղմող երիտասարդների հավաքատեղի։ Պետք է շեմ սահմանել։ Մարդ պետք է ունենա փորձ, որտեղ ամեն մեկս որոշակի տարիքի հասնելուց հետո իմաստնանում ենք, կարողանում ենք լինել ավելի խելացի։ Ազգային ժողովում պետք է հավաքվեն այդպիսի մարդիկ։ Երիտասարդության տեղը դա կառավարման մարմիններն են, դա կառավարությունն է, դա գործադիր իշխանությունն է, ոչ թե օրենսդիր։ Զարմանում եմ, 25 տարեկանին նշանակում են խորհրդական։ Այդ մարդը ինքը խորհրդի կարիք ունի։ Ինչ կարող է նա խորհուրդ տալ, բայց խորհրդականի պաշտոն է ստանում։ Երիտասարդությունը իր եռանդով պետք է լծվի երկրի կառուցմանը, պետք է լինի կառավարման համակարգում, գործող հավաքարկում։ Եվ այստեղ պետք է գործի փորձը եւ գետելիքը պետք է ուղղորդեն երիտասարդական ավյունը։ Ազգային բոլոր արժեքները, մասնավորապես մեր ժողովրդի հավաքական եւ վերականգնման ոչ ենթակա պատմամշակութային ժառանգությունը պետք է դառնա իշխանությունների ուշադրության ամենօրյա առարկան։ Ազգային գերխնդիր։ Ժողովուրդ, դուք ինքներդ եք տեսնում, ինչ վիճակում են։ Թալանվում, ավերվում են մեր այս հողի տերը լինելու վկայականները։ Դա մի սարսափելի բան է։ Մենք մեր ձեռքով կտրում ենք մեր արմատները։ Հաջորդը, մարդուն պետք է դրվատել ոչ թե խոսքի, այլ գործի համար։ Ասելը հեշտ է, կատարելը դժվար։ Ստի եւ կեղծիքի դարում մենք պետք է ընտրենք ճշմարտի ուղին։ Մեր ուժը դրա մեջ է։ Չփորձեք պատկերացնել, որ մեր իշխանությունները խաբեության եւ կեղծիքի ուրեմն դաշտում կարող են հաղթահարել կայսրությունների դարավոր ձևավորված ինստիտուտներին կամ մեր հարևան այսօր ողերիմ բարեկամներ հանդիսացող ժողովուրդներին։ Նրանք շատ լավ գիտեն խաբել, շատ լավ գիտեն քծնել, շատ լավ գիտեն ներկայացնել փաստեր այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Մեր միակ ուղին ճշմարտությունն է։ Գնանք ճշմարտության հետևից եւ Աստված մեր հետ կլինի։ Ասելիքները շատ են, բայց ինձ թվում է այս ինչ ասեցի, նրանք են, որոնք որ ես հետամուտ եմ եղել, հետամուտ եմ լինելու եւ քանի ինձ Աստված կյանք է տվել, հետամուտ պետք է լինեմ։ Պետք է այս ուղղությամբ գնամ եւ այս ուղղությամբ ծառայեմ Հայաստան աշխարհին եւ հայոց ազգին։ Շնորհակալություն։ Հիմա ես ձայնը պետք է տամ կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին։ Շնորհակալ եմ պարոն Քացախյան, շատ տպավորիչ ելույթներ լսեցի, պարոն Սիմոնյանին, պարոն Հովականյանին։ Հիմա ես իմ չափով կարճ եւ համառոտ ուզում եմ նաեւ ներկայացնել մեր հիմնական կուսակցության գաղափարի մասին, թե ինչու ենք հավաքվել, ինչ ենք ուզում վերջո ինչի հասնել։ Հայ կուսակցությունը չի ստեղծվել նրա համար, որ հերթական անգամ ուղղակի մասնակցի ընտրություններին եւ գա իշխանության։ Մենք չենք եկել մի խումբ մարդկանց փոխարինելու ուրիշներով։ Դա արդեն եղել է, տեսել ենք սաղս ու տեսնում ենք ինչա տվել արդյունքում։ Մենք եկել ենք փոխելու մի բան, որն ավելի խորն է կառավարման մշակույթը։ Այսօր իշխանությունը շատերի համար նպատակ է աթոռին նստելու, աթոռը պահելու եւ դրանից օգտվելու։ Իսկ մեզ համար ոչ։ Մեզ համար իշխանությունը գործիք է ազգային ծրագիր իրականացնելու համար։ Եթե այդ գործիքը չի աշխատում, շահ մեր ազգին, ապա այն պետքա փոխել։ Եվ ամենակարևորը, մեր երկրի խնդիրը միայն սահմաններում չի ու միայն արտաքին սպառնալիքները չեն, որը հիմա կա մեր սահմանների
թե ներսից, թե դրսից։ Քանի որ Ադրբեջանը, ինչպես գիտենք, ներխուժել է մեր սուվերեն տարածք։ Ամենամեծ ճեղքը նաև ներսում է, մենք բաժանված ենք ու հիասթափված ենք։ Մարդիկ ապրում են վախով, ոչ թե հավատով։ Յուրաքանչյուրը մտածում է իր մասին, իր փրկության մասին, իր փոքր շրջանակի մասին, ու հենց այստեղ է, որ պետությունը քանդվում է, որովհետև ազգը չի կարող ուժեղ լինել, եթե ամեն մեկը միայն իր մասին է մտածում։ Պետությունը չի կարող կայուն լինել, եթե ժողովուրդը միասնական չէ։ Ու հիմա փաստացի մեր ժողովուրդը միասնական չէ ու վստահ եմ դրանում բոլորս համոզված ենք։ Դրա համար մեր գաղափարախոսությունը շատ հստակ է։ Մենք ուզում ենք անցում կատարել եսից դեպի մենք, սա պարզապես բառ չէ, սա մտածողություն է, կոտրված համակարգը վերականգնելու միակ ճանապարհը։ Եթե ուզում ենք ինչ-որ համակարգ ստեղծել, վերականգնել կամ փոխել, ապա նախ պետք է համախմբվենք։ Մեր կարգախոսը միավորումն է։ Եսի բայց սա լոզունգ չէ, պաստարի համար, սա գործողություն է։ Միավորում մարդկանց միջև, միավորում պետության ու քաղաքացու միջև, միավորում անցյալի, ներկայի ու ապագայի միջև, նաև կորցրած հողերի միավորում ապագայում։ Մենք ուզում ենք ստեղծել երկիր, որտեղ մարդը չի ապրում վախով, որտեղ նա վստահում է պետությանը ու որտեղ պետությունը չի խաբում իր ժողովրդին։ Մենք ուզում ենք հաղթահարել այն հոգեբանական կոտրվածքը, որը պատերազմից հետո մնացել է մարդկանց մեջ մինչև այսօր, որովհետև առանց դրա ոչ մի տնտեսություն, ոչ մի բանակ, ոչ մի ծրագիր փաստացի չի աշխատելու։ Մենք ուզում ենք վերականգնել վստահությունը իրականում, ոչ թե ուղղակի ասելով, խոսելով, կենացներ ասելով։ Արդար կառավարման միջոցով, պատասխանատվության միջոցով, ազգային մտածողության միջոցով։ Մենք ուզում ենք Հայաստանը, որտեղ մարդիկ իրենց զգում են ոչ թե միայնակ, այլ մի ամբողջության մաս, որտեղ կա ընդհանուր նպատակ, որտեղ կա հստակ ուղղություն։ Իսկ հիմա ուղղություն չկա։ Որտեղ պետությունը չի կառավարում դրսից թելադրված արժեքներով, այլ իր սեփական արժեքներով, որտեղ հայը մնում է հայ, սա է մեր գաղափարախոսությունը հիմնական, սա է մեր նպատակը եւ եթե մի բան պետք է հիշեք այս խոսքերից, թող դա լինի սա։ Մենք չենք գալիս իշխանություն վերցնելու, մենք գալիս ենք երկիրը հավաքելու եւ նոր կառավարման մշակույթ մտցնելու։ Ու եթե դա մեզ մոտ ստացվեց, Հայաստանը ոչ թե պարզապես կապրի, Հայաստանը նորից կդառնա ուժ եւ մենք դա անելու ենք։ Ես հավատում եմ, որ մեր մոտ ստացվելու է, ժամանակ է պետք ու կստացվի ամեն ինչ։ Շնորհակալություն, ձայնը հիմա տանք պարոն Մեթխանյանին, որպես մեր կազմակերպվածության ու նաև մեր գործերի լավագույն իրազեկ մարդու։ Քաղաքական գործունեության, ընդհանրապես քաղաքական գործունեության երևի բացերից մեկը կողմերի վերածվելն է, քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր եւ ժողովուրդ։ Հիմա մենք տեսեք էլի մի քիչ բան ենք արել, սրա փոխարեն ավելի լավ կլներ կլոր սեղան լիներ քաղաքական բան կազմակերպության կուսակցության խորհրդի անդամները առանձնացված չլինեին քաղաքական ուժի անդամներից։ Այս երևույթները անընդհատ, երբ որ առանձնացում է տեղի ունենում, տարանջատում, ժողովրդից կտրվածություն, անհատից կտրվածություն, ինքը միշտ վտանգավոր է։ Մենք հայկը վերագործարկելու, հայկը գրանցված է 2012 թվականը, ճիշտ եմ հիշում։ Պարոն Քացախյանն է այդ ժամանակ կուսակցության ղեկավար, քանի որ մենք մեր առաջ խնդիր ենք դրել հեռահար, երկարատև աշխատանքի, երկարատև գործունեության, այս ինչ որ քննարկվեց, ինչ որ հիշատակվեց, ինչ որ պարոն Կարապետյանը նշեց, դրանք մի օրում, մի ժամում, մի ընտրությամբ լուծվող խնդիրներ չեն։ Ինքը պահանջում է երկարատև համառ հետևողական աշխատանք։ Մենք ներքին քննարկումներով եկանք այն եզրակացության, որ պետք է նաև անձի հնարավորությունը տարիքը հաշվի առնելով մենք թարմացրինք մեր սերունդը արդեն վերջի փուլում ենք, որպեսզի գործունեությունը, պետությունը երկարատև ճանապարհ ունենա, մենք եկանք այն մտքին, որ կուսակցության նոր նախագահ են ընտրում ավելի երիտասարդ, ավելի էներգիայով, ավելի
նոր մտքերով, նոր մոտեցումներով ու մենք պարոն Կարապետյանին առաջարկեցինք, ինքն էլ համաձայնվեց երկարատև քննարկումներից հետո նախ պատմական էքսկուրսն անում, որովհետև մեծ մասը հիշում է մեր նախորդ համագումարից անցել է ընդամենը ինչքա մարտի 9-ներ, ամիսու կես մոտավորապես։ Ամիսու կեսից հետո մենք նոր կանոնադրությամբ, նոր նախագահով գրանցումը ստացել ենք ապրիլի 6-ին։ Այսինքն ըստ էության, որպես ռեգիստրում գրանցված կուսակցություն, մենք գործել ենք ընդամենը 15 օր, 2 շաբաթ։ Այս 15 օրվա ընթացքում աշխատանքի ակտիվությունը, քննարկումների ակտիվությունը, մտքերի փոխանակումը, տարբեր կարծիքների բախումը եւ համադրությունը մեզ հույս է տալիս, որ մեր մտադրությունները իրականացնելի են, որովհետեւ այս ընթացքում ես աղաքին նոր մարդկանց հետ եմ ծանոթացել, նոր մտքեր ու ուրախացնողն ինչ էր, ինչ որ մեր մոտ ձևավորվել էր, պարզվեց, որ մեզնից անկախ այդ նույն մտահոգությունները, նույն պատկերացումները, պետության կարևորությունը ձևավորվել է շատ տեղերում մեզնից անկախ համարյա նույն բովանդակությամբ կամ բովանդակության որոշակի շեղումներով, բայց գաղափարական նույն առանցքով։ Դրա համար այս ամեն ինչը մեզ հույս է տալիս, որ մեր գործունեությունը երկարատև ապագայում հասնելու այն հանգրվանին, ինչի մասին նշվեց կուսակցության նախագահի կողմից։ Քաղաքական գործունեության փուլերը տարբեր են, որոնցից մեկը համապետական ընտրություններն են, տեղական ինքնակառավարման ընտրությունները, բայց գլուխ գործոց համարվում է համապետական ընտրությունները։ Մի ժամանակ նախագահ ենք ընտրում, այդ վերացավ, հիմա մնացել է միայն ազգային ժողովի ընտրությունները։ Ցավոք սրտի, մինչ օրս քաղաքական գործունեությունը ընդհանրապես այդ կանով սկսվել եւ ավարտվել է։ Քաղաքական կազմակերպությունները 4-5 տարի դռել են կամ пассив են եղել կամ ինչ-որ բան, նախընտրական մի քանի ամսում սկսում են շատ արագ ակտիվանալ, ընտրություններից հետո նորից, չգիտեմ, անցնել ընդհատակ կամ մոռանալ կամ խոստումները կամ հիասթափվել, պայքարի ոգին քաղաքական Հայաստանում այդ մշակույթը չի ձևավորվել։ Մեր խնդիրներից մեկը նաև այդ ոգին ձևավորելն է, որ ասում եմ, այս մի 15-20 օրվա քննարկումները, շփումները լիահույս են անում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Հիմա մի երկու թեթև օրինակ եմ ուզում բերեմ մարդու արժևորման, մարդու ինչ է յուրաքանչյուր քաղաքական գործունեության ու պետության նպատակը, եթե մարդու արժևորումը չի ու մարդու կյանքի որակի բարելավումը չէ, մնացածը եթե այդ դրան չի ուղված, ապա ինչին է ուղված։ Պաշտպանությունը, արտադրությունը, գիտությունը, այդ ամեն ինչ միջոցներ են, որ ապահովեն մարդու արժևորումը, մարդու արժանապատվությունը եւ կյանքի որակի բարելավումը։ Հիմա տեսեք, պետական կառավարման երկու այս առօրյա օրինակներով եմ ուզում դա անել, որ մենք հիմա բոլորս համարյա առաջվել ենք այս մի քանի օրվա մեջ։ Մեկը աշխատուժի, աշխատանքային ռեսուրսի անարդյունավետ օգտագործում կամ արդյունավետության ցածր։ Դա այստեղ նստածների մեծ մասը գնացել է անձնագրային բաժին, տեղեկանքի համար դիմում է գրել, 3 օր, 2 օր հետո գնացել է անձնագրային բաժին, նույն տեղեկանքը վերցրել թղթի վրա ու բերել է։ Տեսեք, այս անձնագրային բաժին դիմում գրելուց հետո քանի ինչքան աշխատանքային ռեսուրս ենք մենք օգտագործել։ Գնացել ենք մինչև անձնագրային բաժին, աշխատողներ ենք։ Կես ժամ, մի ժամով ինչքան ժամանակ եւ էներգիա է ծախսել։ Անձնագրային բաժնի աշխատողները ինչ որ էներգիա եւ ժամանակ են ծախսել։ Հետո մենք նորից ենք դա ծախսել, գնացել ենք բերել ինչ է տեղի ունեցել ստեյության։ Գոյություն ունի տվյալների բազա ինչ որտեղ, որ այդ նույն անձնագրային բաժնի աշխատողը այդ բազայից հանում մեզ տալիս է թղթի վրա գրած
թուղթ է օգտագործում, էս է անում։ Եթե սրա փոխարեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին թույլատրեին այդ բազայից օգտվել, մենք ցուցակները կներկայացնենք կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ միանգամից կհամեմատեին այդ տեղեկությունը իրականությանը։ Տեսեք, իշքան մի փոքր օրինակով, որ այսօր բոլորս անցել ենք, իշքան ավելորդ էներգիա ու ժամանակի աշխատանքային ռեսուրսի վատնում է։ Այսինքն արդյունավետության հարցն է աշխատանքային ռեսուրսը Հայաստանում այնպես շատ չի, որ փչացնենք, այսպես վատնենք։ Մյուսը էլի մենք երևանցիներս առնչվեցինք այս վերջի 2 շաբաթում այս երթուղային ավտոբուսների երևույթներ, որ սա աշխատողի աշխատանքային ռեսուրսի անպաշտպանվածության մասին է։ Ինչը պայմանագիր է կնքած վարորդի հետ, որ նա պետք է վարի եւ փառք ասու, ես կարող եմ որպես տրանսպորտից օգտվող մարդ փաստեմ, որ բավականին քաղաքակիրթ վիճակի էր հասել Երևանում տրանսպորտի վիճակը։ Բավականին քաղաքակիրթ է, վարորդը զբաղված էր վարելով, բարեխիղճ վարում էր, ուղևորներն էլ ասեմ ձեզ 95%-ով առնվազն բարեխիղճ վճարում էին։ Բայց չգիտես որտեղից կամայական մի հանձնարարություն վարորդների պայմանագրային պարտավորություններից դուրս արդեն սկսվեց քաոսը, երևանցիները բոլորը տեղակ են տարբեր եւ զանգվածային լրատվամիջոցներից եւ տրանսպորտից օգտվողները իրանք տեսնում են։ Եվ երրորդը, որ շատ ակնհայտ է, տես վերջերը չգիտեմ որ ասուլիսի ժամանակ վարչապետը մի շատ կարևոր բան փաստեց, ասեց իմ գործատուն ժողովուրդն է։ Շատ ճիշտ, շատ տեղին ասված խոսք է։ Իսկ գործատու աշխատող հարաբերությունների առումով, այստեղ արդեն գործատուի հասցեին եմ ուզում խոսել, որ չի մոտենում պատասխանատվությամբ գործատուն իր աշխատողին։ Գործատուն, վարչապետը շատ լավ է ձևակերպել, իր գործատուն մենք ենք, բայց մենք գործատուի պատասխանատվությամբ մեր աշխատողին չենք մոտենում, չենք վերահսկում։ Վառ օրինակ, հիմա տարբեր հեռուստաեթերներում լսում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետը ժողովրդին է ներկայացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագիրը։ Արդյոք մեր աշխատողի աշխատանքային պայմանագրում այդպիսի կետ ունենք մենք, որ վարչապետը իր աշխատաժամանակը, իր ռեսուրսը պետք է ծախսի որևէ կուսակցության ծրագիր ներկայացնելու համար։ Ու այսպիսի սա կենցաղային ուղղակի առօրյա բոլորս առնչվում ենք դրա համար։ Հիմա մեր ասեցի, քաղաքական գործունեությունը բազմավեկտոր է, բազմաշերտ ու բազմաբնույթ, որոնցից մեկը ազգային ժողովի ընտրություններին մասնակցության հարցն է, որը մեր օրակարգային առաջի հարցն է։ Չի կարող ազգային ժողովի ընտրությունների մասնակցությունը լինի ինքնանպատակ, ինքը պետք է նպատակային։ Ինչի համար է մասնակցում, ինչ է փոխում դրանով, ում է օգնում, ինչ ուժի է օգնում, ինչ ուժ է խանգարում, վերջը սրանք բոլորը պետության ձևավորման, կառավարման։ Ու այս ամեն ինչը մենք շատ երկար քննարկել ենք վերջի խորհրդի նիստում, գնահատել ենք մեր ռեսուրսները, մեր հնարավորությունները, ինչ կտա մեր մասնակցությունը ազգային ժողովի ընտրություններին, ինչ կարող ենք դրանով տալ ժողովրդին ու պետությանը, այս ամեն ինչը քննարկելով, գնահատելով, մենք քննարկել ենք խորհրդում եւ եկել ենք այն եզրակացության, որ մեր քաղաքական գործունեությունը ավելի արդյունավետ կարող ենք կազմակերպել, եթե մենք չմասնակցենք 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին։ Պետք չի հապչեպ, պետք է ռեալ գնահատել մեր ռեսուրսները, մենք դա արել ենք ու մեր ռեսուրսներով կարծում ենք, որ 2026 թվականի առաջիկա ընտրությունների մասնակցության
մեր մասնակցությունը չի ծառայի մեր առաջ տրված խնդիրները իրականացնելու նպատակին։ Դրա համար ես առաջարկում եմ օրակարգային առաջի հարցի կապակցությամբ որոշում կայացնենք եւ չմասնակցենք 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին։ Բոլոր նրանց, ում հորդորել ենք, ովքեր ոգևորություն են ապրել, այդ աշխատանքային ռեսուրսը ծախսել են, գնացել են, տեղեկանք են բերել, իրենց հորդորել են եւ պատասխանատվության որոշակի բեռ են գրել, իրենց բոլորից ներողություն եմ խնդրում, բայց հավատացեք, սա հետագայում բոլորը կտեսնեն, որ սա ավելի ճիշտ որոշում էր եւ մեր քաղաքական գործունեությունը վաղվանից նորից շարունակվելու է, ամենօրյա գործունեություն է լինելու, բոլորը մասնակից են լինելու այս գործունեությանը։ Խնդրում եմ իմ առաջարկությունը, եթե Առաջարկությունը հասկանալի է։ Երեքի ցանկություն ունեցողներ կան, եթե չկան, հա, իհարկե։ Հարց եթե կարելի է։ համաձայն։ Ինձ ճիշտն ասած զարմացրեց այս վերջի հայտարարությունը, որովհետև անձնապես ես կուսակցական չեմ, բայց մտել եմ այս խաղի մեջ, այսպես ասած։ Երբեք այս ընտրությունների չեմ մել մասնակցել միջայլոց, սա իմ համար ինձ նույնիսկ հետաքրքիր էր ինձ այն մեխանիզմները, որով ձևավորվում է այն վարչակազմը, որ դժբախտաբար կոչում է իշխանություն, կոչում են իշխանություն, դա իշխանություն չէ, իշխանությունը ժողովրդին է։ Ու այսօր ելույթների մեջ ես այդ գիծը նկատեցի, հատկապես երբ որ նույնիսկ երբ որ բերվեց օրինակ բանը, լավ, դա կարևոր չի, ամեն դեպքում հարցն եմ տալիս, իրական պատճառը որն է, որ չեք մասնակցում։ Իրական պատճառը ինչու եմ ես հարցնում, որովհետև ինձ համոզ մի քանի երեք կուսակցություններ միացան, որ մի կուսակցությունով հանդես կան։ Ճիշտ է, Պետրոս։ Եվ ավելին։ Ես կպատասխանեմ։ Հիմա նաև ավելի։ Ես դու պատասխան։ Ինչն է իրական պատճառը, որ փորձում եք հրաժարվել։ Իրական պատճառը ես ասացի ռեսուրսների գնահատումը, մենք գնահատեցինք, որ մեր ռեսուրսները բավարար չեն ազգային ժողովի մասնակցության բարակայում ազդել երկրի քաղաքական կյանքի բարելավման վրա։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա, իրական պատճառը այդ ձեր նվարկած 3-4-5 կուսակցությունների միասնությամբ, միավորմամբ հանդերձ մենք գնահատեցինք ռեսուրսները եւ ռեսուրսները այսօրվա պայմաններում այս դրությամբ չի բավարարում, չի բավականացնում, որ մենք կարողանանք ազդենք քաղաքական ընթացքի վրա, իսկ եթե չենք ազդելու, ինչ ենք անելու մեր մասնակցությամբ։ Ումից ենք բախում կամ ամաչում, որ խոստովանենք, որ մենք այս պահի դրությամբ ունենք այսքան ռեսուրս, որը բավարար չենք գնահատում։ Չենք ուզում դառնալ ձայն փոշիացնող, եթե կարճ ասենք։ Այդ խելացի տարբերակ է։ Դատարկ խոսքեր են սրանք, ինչ է նշանակում։ Հենց այն է նշանակում, որ չենք կարողանալու 4% հավաքել, որ մտնենք ազգային ժողով։ Հետո ինչ ասեք չեք։ Որպեսզի մեզ ասեն ձայն փոշիացնող է։ Մենք չենք դատարեցնում մեր ձևակերպումները, մեր առաջ դրած խնդիրները։ Կարևորներից կարևորագույնը մարդու գիտակցության անընդհատ թարմացնում է անթեղված ուժերի մոխիրի տակից հանելն այնքան մենք ռեսուրս ունենք, ես խոսքում նշեցի, ամեն օրվա շփում ինձ շատ զարմանալի ուրախացրեց, որ մտքերը ձևավորվում են իմ նման մտածող, մեր թիմի անդամների նման մտածող, մեզնից դուրս։ Այսինքն, եթե մենք այդ խնդիրը տեսնում ենք բոլորս, մեզ մնում է փոքր քայլ։ Քաղաքական միավոր ձևավորելը, համախոհներ ձևավորելը եւ այդ պայքարի ոգին պահպանելը շատ բարդ գործ է։ Երեկվա ձեր գալուց, մեր քննարկումներից հետոյի ամբողջ process-ների գնահատմամբ եմ ես հայտարարում։ Մեր խոսակցությունից հետո, մեր բաժանվելուց հետո, ինչ համագումարը տեղի ունեցած զարգացումները գնահատելով եմ ես դա ասում։